Հունիսի 24-ի լույս գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանի և Իսրայելի միջև պատերազմի ավարտի մասին։ Շնորհավորում եմ բոլորին։ Լիովին համաձայնեցված է, որ Իսրայելի եւ Իրանի միջև կլինի ամբողջական եւ լիակատար հրադադար մոտավորապես 6 ժամվա ընթացքում, երբ Իսրայելն ու Իրանը կավարտեն իրենց ընթացիկ գործողությունները, որը կտևի 12 ժամ, ապա պատերազմը կհամարվի ավարտված։ Պաշտոնապես զինադադարը կսկսի Իրանը, 12 ժամ անց Իսրայելը, իսկ 24-րդ ժամի ավարտին աշխարհը կնշի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Յուրաքանչյուր կողմի զինադադարի ժամանակ մյուս կողմը կմնա խաղաղ եւ հարգալի։ Ելնելով այն ենթադրությունից, որ ամեն ինչ կընթանա ինչպես պլանավորվել է, եւ դա այդպես էլ կլինի, ցանկանում եմ շնորհավորել երկու երկրներին՝ Իսրայելին եւ Իրանին, համբերության, քաջության եւ խոհեմության համար, որոնք օգնեցին ավարտին հասցնել այն, ինչ պետք է անվանել 12-օրյա պատերազմ։ Սա պատերազմ էր, որը կարող էր տևել տարիներ եւ կործանել ողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ եւ երբեք էլ չի լինի։ Այնուհետև հաջորդում են հրադադարի մասին նախ Իրանի հաստատումը, հետո Իսրայելինը, իսկ Ռուսաստանի արտգործնախարարը կոչ է անում Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի մասին հապճեպ եզրակացություններ չանել։ Что касается объявлений, которые сегодня с часу ночи таким аваланшем следовали из Вашингтона, из Израиля, из Тегерана. Դժվար է հստակ պատկերացում կազմել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը ողջունում է ցանկացած համաձայնագիր, որը կհանգեցնի հրադադարի, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Եկեք չանենք որևէ շտապողական եզրակացություն հիմնվելով կծկտուր տեղեկատվության վրա, բայց մենք խաղաղության կողմնակից ենք։ Իրանը մտադիր է ամբողջ ուժով պատժել ագրեսորին։ Իրանական լրատվամիջոցները մեջբերում են Ռուսաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարների երեկվա զրույցի մանրամասները։ Թեհրանը չի ընդունի պարտադրված խաղաղությունը։ Տարածաշրջանում բոլոր խնդիրների եւ անկայունության աղբյուրը Միացյալ Նահանգներն է, եւ Իրանն ու Ռուսաստանը կարող են միավորել իրենց ուժերը տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Սակայն ժամեր անց ԱՄՆ նախագահը հայտնում է, որ Իսրայելը եւ Իրանը խախտել են հրադադարը գրովներ իրականացնելով երեքշաբթի օրվա մարտական գործողությունները դադարեցնելու վերջնաժամկետից հետո։ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում արտահայտել է իր հիասթափությունը շարունակվող գրոհների վերաբերյալ։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ կասկածից վեր է, որ Իրան-իսրայելական պատերազմի հրադադարը կամ պատերազմի ավարտը հնարավոր է դարձել ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան կոորդինացված ջանքի ու համաձայնության արդյունքում։ Հատկանշական է նախորդին ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունը, որ միջուկային կարգավիճակ ունեցող Իրանին դեմ են նաև Ռուսաստանն ու Չինաստանը։ Վենսի հայտարարությանը չի արձագանքել ոչ Մոսկվան, ոչ Պեկինը, իսկ այդ հայտարարությունը ըստ էության այն մասին էր, որ ԱՄՆ ռմբակոծիչների հարվածը եղել է ռուսների ու չինացիների հետ համաձայնեցված։ Դրանից հետո Իրանի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա հանդիպում Պուտինի հետ անկասկած քննարկելով Իրանի պատասխան հարվածի հարցը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը պաշտպանական օգնության համար դիմել է Ռուսաստանին, իսկ Մոսկվան ոչ միայն չի հերքում դա, այլ հայտարարում է, որ համաձայնությունը կախված է նրանից, թե ինչ է ուզում Իրանը։ Սրան զուգահեռ, այսպես ասած, էպատաժի մակարդակում Մեդվեդևը հայտարարում է, որ կարող է Իրանի ձեռքում մինչև անգամ միջուկային զենք հայտնվել, եթե Իրանի հանդեպ էսկալացիան հասցվի այդ աստիճանի, գրում է վերլուծաբանը։ Փաստացի ռուսներն ու չինացիները ցույց տվեցին, որ պատրաստ են էսկալացիայի ամենաբարձր աստիճանի։ Դա թերևս ավելի շուտ ցույց տվեցին ոչ թե Թրամփին, այլև նրանց, ովքեր Թրամփին բերել էին Իսրայելի առաջ կանաչ լույս վառելու որոշման, գործադրելով հիբրիդային ազդեցության միջոցները։ Սրանից առաջ նկատել էի, որ շատ բան է կախված լինելու Ռուսաստանի եւ Չինաստանի վարքագծից։ Նրանք կհետևեն, որ ուլտրալիբերալ գլոբալիստական բևեռը խփի Թրամփի քաղաքական դագաղի վերջին մեխը, իսկ գուցե նույնիսկ բառի իրական իմաստով, վերջին մեխը, թե այդուհանդերձ գործուն ջանք կդնեն դիվանագիտական փոխհամաձայնության միջոցով պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ։ Խաղաղության դափնիները կրելու դերը տալիս են Թրամփին, որովհետև պատերազմի բռնկումը նրա պարտություններ եւ բալանսը վերականգնելու համար նրան պետք է տալ հաղթանակ մատուցելու հնարավորություն, ինչի համար նա դե ֆակտո մակարդակում որոշակիորեն պարտք կմնա Պուտինին ու Սի Ցզինպինին։
Սա իհարկե Թրամփի պարտությունը կամ Պուտինի եւ Սիի հաղթանակը չեն։ Սա ըստ էության ոչ ոքի է Իսրայելի պարտությամբ։ Իսրայելի պարտությամբ, որովհետեւ Իսրայելի նպատակը, ինչպես արտահայտել եմ, տեսակետս Իրանի միջուկային ծրագիրը չէ։ Դա առիթ է։ Իսրայելի նպատակը մի կողմից հնարավորինս երկար պատերազմի միջոցով իր դերը պահելն է, մյուս կողմից Իրանում քաոսի եւ անկառավարելիության հասնելը։ Դա է Թել Ավիվի շանսը փոփոխվող Մերձավոր Արևելքում։ Փաստացի առնվազն այս փուլում նրան թույլ չտվեցին իրագործել իր շանսը։ Որքան կտևի այս փուլը, նկատի ունեմ պատերազմի դադարը, բնականաբար բարդ է ասել։ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Չինաստանի միջև համաձայնություն կա պատերազմը կանգնեցնելու հարցում, բայց արդյոք կա այդ համաձայնությունը Իրանի հարցում գլոբալ առումով այս պահին կանխատեսելի չէ։ Ըստ վերլուծաբանի այստեղ դիվանագիտական քաղաքական պայքարը, այդ թվում գուցե ուժային տարբեր անուղղակի բաղադրիչների ուղղությամբ կշարունակվի։ Ռիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։